Հարկներդեհին եւ զորավար Անդրանիկին եւ առհասարակ մեր բոլոր հերոսներին, ովքեր իրենց ամենաթանկը, իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի համար։ Այսօր զորավար Անդրանիկի տնօրեն օրն է, շնորհավորում եմ բոլորիս։ Ես զորավար Անդրանիկին համարում եմ մարդ բանակ, թե ինչի խոսքիս ընթացքում կասեմ։ Եվ նրա սերը հայրենիքի հանդեպ առաջացնում էր ուշադրություն, առողջարար վրեժի զգացում, որը առողջացնում է մարդուն, թե ինչպես կամ ինչու դրա մասին էր կխոսեմ։ Անդրանիկը երբ որ սկսեց Սերով աղբյուրի մոտ ծառայել իբրև ֆիդայի, Սերով աղբյուրը նկատելով նրա անօրինակ քաջությունը եւ ռազմական տաղանդը հոգուն հանգստություն իջավ, ավելի շուտ մտքին, որ երբ իրեն բան պատահի, ինքը ունի արժանի հետևորդ, որը կարող է ֆիդայական շարժումը շարունակել եւ պաշտպանել հայությանը օսմանցու դժնդակ սրից։ Եվ նա չսխալվեց։ Ինչու է վրեժը առողջարար, ձյուցիչ։ Զորավար Անդրանիկը հոդած հավեր ուներ եւ ինքը ձեռնափայտ էր պահում իր մոտ։ Ձեռնափայտ։ Երբ դավադրաբար սպանվեց դավաճանի մատնությամբ սպանվեց Սերով աղբյուրը, այդ սպանող թուրքի փաշին Անդրանիկը եւ Չաուշը որոշեցին գլխատել եւ նրանց հաջողվեց։ Բռնեցին եւ գլխատեցին այդ փաշին։ Դրանից հետո Անդրանիկը նետեց ձեռքից իր ձեռնափայտը, ասեց այլևս ինձ ձեռնափայտ հարկավոր չէ։ Այսինքն այդ վրեժի այդ գործողությունը, այդ զգացումը բուժեց Անդրանիկին։ Ահա թե ինչ է վրեժը։ Ու այդ վրեժը ծնվում է անսահման սիրուց հայրենիքի հանդեպ։ Հայրենասիրությունը դա կեղծ կատեգորիա չէ։ Դա ոչ միայն արժանապատվություն է, դա նաև հոգուն մորոքիչ զգացում է։ Դա առողջարար զգացում է հայրենասիրություն, որով մինչև մահու գերեզման ապրում էր Անդրանիկը եւ ասում էր մահս չեմ հոգար, գործս կիսատ մնաց։ Ինչու եմ ես ասում Անդրանիկին մարդ բանակ։ Երբ Բուլղարիայի կողմից Անդրանիկը եւ Գարեգին Նժդեհը հայկական ջոկատով կռվում էին թուրքերի դեմ, թուրքական մի մեծ զորաբանակ գալիս եւ վրան է խփում, որպեսզի առավոտյան սկսեն իրենց մարտը։ Անդրանիկը երբ հարցնում է, որ մի զորավարն է, ասում են բուլղարները թե ով է, գիշերն Անդրանիկը մի քանի հոգու հետ Փարաջա կարելի ասել, հագնում է եւ մտնում է այդ թուրքերի վրանների կողքով գնում եւ հասնում է այդ զորավարի վրանին։ Ներս է մտնում առանց վախենալու, կանգնում է այդ թուրքի փաշի առաջ։ Իր գլխարկը հետ է տանում, դեմքը, գլուխը որ երևա, որ այդ թուրքը տեսնի ում հետ գործ ունի։ Եվ թուրքին ասում է՝ դու առավոտյան ինձ հետ ես պատերազմելու։ Սա բավարար էր, որ առավոտյան լույսը բացվելուն հետ տեսնեն, որ թուրքերը վրանները հավաքելու ռադ են եղել։ Անդրանիկ զորավարը իր մենակի, իր վճռականի, իր քաջությամբ տեղաշարժում էր թշնամու բանակ։ Ոչ թե առաջ, ոչ թե աջ ու ձախ, այլ հետ։ Եվ մենք սա պետք է մեզ համար օրինակ դարձնենք, ոչ թե խաղաղություն մուրալը։ Խաղաղություն եթե մուրում ես, զրկվում ես ամեն ինչից, որտեղ մուրացիկը չունի ոչինչ։ Ոչ մի սեփականություն, անգամ իր կյանքը իր սեփականը չի, ինչ ուզեն կարող են անել։ Ով ոնց ուզի կարող է իր հետ վարվի։ Խաղաղությունը պարտադրում են։ Ինչպես Մոնտեներ ասում, խաղաղություն կլա մեր հաղթանակով։ Եվ այդպես էլ լինելու է։ Ես այսօր քաղաքական որևէ վերլուծություն կամ
միտք չեմ արտաբարելու, որովհետև այսօր Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է, ուզում եմ որ այսօր բացառապես իմ եթերը մնա մեր հերոսի, մեր քաջի, մեր նվիրյալի անվան շուրջ խոսակցություն։ Տարածաշրջանում իսկապես ամեն օր մի նոր բան է տեղի ունենում, դրա մասին կխոսեմ վաղը։ Այսօր սահմանափակվենք այսքանով եւ շնորհավորում եմ բոլորիս։ Նմանվեք Անդրանիկին, Նժդեհին։ Հայրենիքի հանդեպ սերը դա անպատասխան սեր է։ Անպատասխան է, որովհետև նա այնքան մեծ է, որ դու ինչքան էլ անես, չես կարող բավարարել։ Չես կարող գտնել այդ եզրը։ Դու հայրենիքից ոչինչ չպետք է սպասես։ Հայրենիքը միայն արժանի է սիրու։ Եվ այդտեղ է քո ուժը։ Երբեք հայրենիք սիրելով չակնկալեք հայրենիքից որից է բան։ Անմնացորդ եւ անպատասխան սեր է հայրենիքի հանդեպ սերը։ Երբ որ այդ սերը դառնա համընդհանուր, այդ դուք արդեն կզգաք, որ ապրում եք ամենաապահով երկրում։ Այդ դա կլինի հենց դրա պատասխանը։ Որ դուք չեք անհանգստանա ձեր մատաղ սերնդի, ապագայի, ձեր ունեցվածքի, ձեր վաստակի, որ շատ հեշտությամբ մարդիկ վերցնում ու ասում են սա թուրքինն է, էլ ձերը չէ։ Որքան շատ սիրեք հայրենիքը, որքան շատ տեր կանգնեք, դուք հետո կզգաք այդ զորեղությունը, կզգաք ձեզ պաշտպանված, այդ ժամ կհասկանաք, թե հայրենասիրությունը ինչու է ամենազորեղ զգացումը։ Նրանք խաղաղության, շնորհավորում եմ բոլորիս Անդրանիկ Զորավարի ծննդյան առիթով։